Եթե հիշում եք, նախկինում մենք այդ որոշումը կայացրել ենք, որ մենք այսպես ասած կոնսերվացման ծախսերի տրամաբանությունից պետք է անցում կատարենք զարգացման ծախսերի տրամաբանությամբ եւ ես հիշում եմ, որ մենք մի շարք որոշումներ երբ որ կայացրել ենք, նաեւ որոշ դեպքերում քննադատություններ են հնչել, բայց ես տեսնում եմ, որ մեր կայացրած որոշումները իրական կյանքում աշխատում են եւ մասնավորապես զբոսաշրջային հոսքերի այսպիսի մեծ ավելացման մեջ իմիջիայլոց հունիսին մենք նոր ռեկորդ ենք ունեցել բոլոր ժամանակների համար պատմական ռեկորդ այս որոշումների կայացման մեջ կարծում եմ էական կամ որոշակի դեր է կատարել այն որ մենք որոշեցինք նոր ուղղություններով ավիաընկերությունների ուղևորների ուղևորահոսքերը սուբսիդավորել Այն ժամանակ շատ էին ասում, որ ինչի համար ենք դա անում, այսօրվա համար ենք անում, երբ որ մենք այդ թվում ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, նաև դրանով մենք որոշակիորեն ոչ միայն մեղմացնում ենք, այլև որոշ ուղղություններով մենք կարողացել ենք հասնել այնպիսի էֆեկտի, որ ըստ էության դա չնկատվի Հիմա մասնավորապես նախորդ շաբաթ Արարատի մարզ կատարած այցի ընթացքում ես արձանագրեցի գյուղացիների հետ էլ շփվեցի ճիշտ այս տարի բերքը իրականորեն քիչ ա եղել բայց եթե նախորդ տարի միջինում 200 դրամով գյուղացիները միջինում 200 դրամով են վաճառել ծիրանը այս տարի վաճառել են 400-ից 600 դրամով եւ սա էլ է գործոն որը կարծում եմ պետքա հաշվի առնել, բայց մյուս կողմից մեր փորձը ինչ է ցույց տալիս, որ ծիրանի բերքատվությունը ցիկլիկ է, այսինքն լինում են գեր բերքատվության եւ ցածր բերքատվության տարիներ։ Հիմա բայց նաեւ մեր խնդիրն է նա, որ մենք ժամանակ ունենք առաջիկա մի տարվա ընթացքում պատրաստվել այն իրավիճակին, որ մենք արտահանումները ծիրանի եւ մյուս գյուղմթերքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի մենք որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք, ի կատարումն իրական Հայաստանի գաղափարախոսության այն թեզի, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Այսինքն, եթե մենք տասնյակ շուկաներ որևէ բան արտահանում ենք, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող մեր շուկայի վրա ազդել։ Եվ ընդհանրապես բոլոր ապրանքատեսակների եւ ամեն ինչի պարագայում մենք պետքա գործենք այս տրամաբանությամբ եւ սա նաեւ Հայաստանի ինքնիշխանության, անկախության եւ պետականության ամրապնդման ճանապարհ է։ Պարոն վարչապետ, միանշանակ համաձայն ենք ձեր հետ եւ քանի որ դիվերսիֆիկացիայի մասին կարեւոր նշեցիք, ես ուղղակի նաեւ այդտեղ վիճակագրություն նշեմ, մենք հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ արտահանել ենք աշխարհի 15 երկիր, ծաղիկ 25 երկիր եւ բանջարեղեն 8 երկիր։ Ընդ որում այդ արտահանումները հնարավորություն են, ես ուզում եմ ես էլ արձանագրեմ, որ մեր տնտեսվարողները իրենք պետք է հարմարվողականություն ցուցաբերեն եւ շուկաների յուրաքանչյուրը ունի պահանջների կամ իր բանաձևը եւ ճաշակների իր բանաձևը եւ պետք է մեր արտահանողները հարմարվեն։ Հիմա կարող է մի երկիր կա սպիտակ ծաղիկը ավելի շատ է վաճառվում, քան վարդագույնը կամ հակառակը։ Այս ամեն ինչը, այսինքն ջանք պետքա դրվի, որպեսզի շուկայի ստանդարտներին, պահանջներին համապատասխանի ապրանքը ուսումնասիրությունները արվեն պատշաճ, որպեսզի այդ խնդիրները չարտահայտվեն։ Խնդրեմ, այլ դիտարկումներ չկան։ Ըստ այդմ հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար